որովհետև անվստահության համար պետք է 54 ձայն։ Եթե անգամ ամբողջ ընդդիմադիր ֆրակցիաները եւ անկախները միանան, չի բավարարում դա։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ կադրային քաղաքականության մեջ համատարած վախի, քծնանքի, այդ բանն է տերում։ Մենք ականատես ենք վերջին տարիներին այդ շանտաժային պատերազմի եւ կոմպրոմատների այս մթնոլորտին։ Այդ մթնոլորտում ոնց եք պատկերացնում այն քայլը, որ իշխող ֆրակցիայից թեկուզ մեկ հոգի պետք է քվեարկի իմպիչմենտի օգտին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մենք ճիշտ ասած այլ առիթով կամ եւ այլ պատճառով հայտարարել էինք, որ թեև գործընթացը խորհրդանում մեկնարկելու երկրորդ փուլին հասնելու համար 36 ձայն է անհրաժեշտ, բայց 36 ձայնից հետո մենք միանգամից process-ը խորհրդային չենք տեղափոխելու։ Սա ոչ միայն պայմանավորված նրանով, որպեսզի մենք հնարավորություն ունենանք միջակարգը մեզ համար չնեղացնեինք, այլ նաև սա այդ հնարավորությունները ձեր ասած խնդրում ապահովագրում մտցնելու առումով։ Իհարկե հասկանալ էր, եթե նույնիսկ լիներ մեկ իշխող ֆրակցիայից մեկի հայտարարությունը կամ նույնիսկ դրա վերաբերյալ արտահոսք բոլորիս համար հստակ է, թե ինչ գործընթաց նրա նկատմամբ կսկսի եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ մենք հայտարարել ենք, որ process-ը խորհրդային կմցնենք, ըստ այդմ նաեւ կհանրայնացնենք նաեւ այդ մարդկանց ստորագրությունները այն դեպքում, երբ որ մեր համար արդեն հստակ լինի, որ այդ ձայները ոչ թե 36-ի են հասել, այլ 54-ին են մոտենում։ Իհարկե այդ հանգամանքը նաև ունի այլ դրան զուգահեռ process-ներ, բնականաբար սա ենթադրում է նաև ճնշում, հասարակական եւ քաղաքական, որը զուգահեռ պետք է տեղի ունենա նաև փողոցում, եւ բնականաբար սա չի ասի, որ հեշտ, բարդ process է, բայց մենք չունենք այլ տարբերակ, քան այդ բարդ process-ներով առաջ շարժվելու ուղղությամբ։ Պարզապես ճանապարհային քարտեզ ես չտեսա այդ սաղ process-ների։ Շնորհակալություն։ Անկոչարեն, անկեղծ ասած, այս նախագծի շրջանառված հայտարարության մեջ ճանապարհային քարտեզ չէր կարող լինել, որտեղ սա ներկայացված է նախագիծ, որտեղ պետք է արկա լինի այն լեգիտիմ հիմքերը, ինչը մեզ հնարավորություն է տալիս process-ը խորհրդանում տանելու մասով։ Այս լսումները այն ամփոփիչ կետը պետք է դառնա, որտեղ հստակ պետք է լինի ճանապարհը, որի մի տարբերակը հանրապետականը ներկայացրել է, որից հետո հաջորդող ժամանակահատվածում հիմնական դերակատարները, որոնք այդ ճակատի մաս են կազմելու, արդեն իսկ այդ ամբողջության նաև գործընթացի մասնիկն են դառնալու եւ շարժվելու են այն ճանապարհային քարտեզով, որը մեր համար ուրվագծված է։ Շնորհակալություն։